Տղամարդկանց առողջության պարագայում կարևոր է տարանջատել միմյանցից ցիստիտը և ուրետրիտը։ Ըստ էության սրանք տարբեր հիվանդություններ են։ Եկեք հասկանանք մի պարզ բան՝ ցիստիտ նշանակում է միզապարկի բորբոքում, ուրետրիտ նշանակում է միզուկի բորբոքում։ Ինչու՞մն է պատճառը, որ ցիստիտն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ և ոչ թե տղամարդկանց մոտ։ Ձեր բոլորի կողմից արդեն իսկ սիրելի դարձած ատլասի վրա ես փորձեմ սխեմատիկ ցույց տալ տղամարդու միզասեռական համակարգի կառուցվածքը, որպեսզի դուք հասկանաք առանձնահատկությունները և պատկերացնեք ինչու է, որ տղամարդկանց մոտ ցիստիտ այդքան էլ հաճախ չի հանդիպում։ Ուրեմն տեսնենք կառուցվածքը տղամարդկանց միզասեռական, տեսեք, միզուկ, փայլում է լույսը, շագանակագեղձ, միզապարկ։ Միզուկի ընթացքն եք տեսնում, երկար, ոլորուն, և տղամարդկանց մոտ բորբոքային պրոցեսը եթե սկսվելու է այստեղից, այսինքն առաջնահերթ ընդգրկվում է միզուկը պրոցեսի մեջ, հետո հարվածը իր վրա վերցնում է շագանակագեղձը, մեր բոլորիս կողմից սիրված շագանակագեղձ, մենք իրան շատ ենք սիրում, դողում ենք իր վրա, բայց ինչ է ստացվում, ստացվում է, որ բորբոքային պրոցեսը առաջնահերթ խեղճ ու կրակ շագանակագեղձն է վերցնում իր վրա, և հիմնականում բորբոքային պրոցեսները մնում են շագանակագեղձում և չեն էլ բարձրանում վերև և չեն ուրեմն ընդգրկվում միզապարկի մեջ։ Երբ ենք մենք մտածում, որ ունենք ցիստիտ, երբ մենք գնում ենք զուգարան հաճախակի, այսինքն օրվա ընթացքում 7-8 անգամ գնում ենք տուալետ և շատ դեպքերում միզելու պահանջը անհասկանալի է, ինքը կեղծ է թե իսկական, որտեղ թվում է, որ շատ մեծ կա, գնում ես տուալետ, տեսնում ես, որ իրականում այդքան մեծ չկա, այդ կանալի բորբոքումը ուրետրիտը ստեղծում է պատկեր, կարծես թե դուք ունեք ցիստիտ, իսկ կանանց մոտ իդեպ շատ ավելի ուրիշ է կառուցվածքը և միզուկ ու միզապարկ կապը ավելի անմիջական է և միզուկը շատ կարճ է, լայն է և անմիջականորեն կապված է միզապարկի հետ, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ, որ կանանց մոտ ցիստիտը ավելի հաճախ հանդիպի։ Այս պարագայում պետք է անցնել մի քանի պարզ հետազոտություններ, հասկանալ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսի պատճառը, ստանալ համապատասխան բուժումներ։ Ցիստիտը ոչ միայն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, այլ նաև սա խաթարում է մարդու հոգեկան առողջությունը, քանզի հաճախամիզության պարագայում շատ մարդիկ խուսափում են երկար ճանապարհ գնալուց, հյուր գնալուց կամ տեղ գնալուց, մտածում են ինչքանով սիրուն կլինի 2 ժամ գնացել են այդ մարդկանց տուն հյուր, 12 անգամ այդ ընթացքում գնան տուալետ։